Ու հիշեք, որ այդ վերածնվելու համար անհրաժեշտ վերականգնումները չեն գալի ինչ-որ դասագրքերից, չեն գալի առավել եւս կուսակցություններից, չեն գալի նախկինների ու ներկաների գնալ գալուց, այլ գալիս են ազգային մտքի արթնացումից։ Երբ ժողովուրդը իշխում է ոչ թե իր վախերով, այլ իր նպատակներով, այդ ժամանակ վտանգ չկա, այլ կա հնարավորություն։ Ու այս հենց այնա, ինչից վախում են բոլորը, որ հայը նորից կարթնանա ու կասի ես կամ, ես իրավունք ունեմ, ես պետություն եմ, ես ազգ եմ։ 2026-ի ամենամեծ վտանգը այդ մի նախադասությունն է, որը փորձում են ձեզ ներշնչել, որ հայը չի կարա։ Ու եթե այդ նախադասությունը նստեց ձեր գլխում, ոչ մի բանակ էլ մեզ չի փրկի, անգամ վերածննդի շարժումը չի փրկի։ Ու միշտ հիշեք, հայեր ջան, որ ազգը, որը հավատում է իր անկարողությանը, արդեն նվաճված է։ Մի հանձնվեք, քանի չեք մահացել։ Մի հանձնվեք, որ չմահանաք, որովհետև մեկը ես չեմ եկել հանձնվելու արեստացին ճակատագրի համար։ Ես գիտեմ, որ դուք եք։ Ուրեմն միասին պետքա բերենք այն օրը, երբ ամեն մի հայ նորից կհիշի, թե ինքը ով է։ Ամեն հայ կհիշի ինքը իրան։ Հայը հիմա առավել քան երբևէ պարտավոր է ինքը իրան գիտակցի։ Ու այո, վերածնունդ լինելու է։